փորձագետի, այսինքն դուք դատարանում այդ փորձագետի մասնագետի, հա, լեզվաբանական կամ ասեք, այսինքն անունը նշել եք, որ այս եզրակացությունը տվել է, որ չկա այդտեղ կոչ, ու քննիչները, հա, որոշել են գնալ խուզարկել, այսինքն ինչ հիմքով, հիմա մարդը մասնագետ է, դուք դիմել եք, ինքը տվել է եզրակացությունը, այսինքն ինչ հիմքով են գնացել, խուզարկում են եւ ինչ են փնտրել, ինչ կապ են փնտրել, ու արդյոք սա կարող է լինել նաեւ հոգեբանական ճնշման միջոց, որ մարդիկ հնարավորինս մասնագետները, փորձագետները երկրորդ հարցն էլ տվեք, անմիջապես պատասխանեք։ Արցախի ներկայացուցչությունում այդ խուզարկությանը, այսինքն եթե ասում են, որ Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն է հիմքում դրվել, ինչ է նկատում է, տնտեսական գործը, կոշի գործը, ինչ առնչություն են փորձել փնտրել, ինչ ցուցմունք է եղել, ինչքան էլ դուք ասում եք կապ չունի, բայց որպես իրավական գործընթաց մի բան եղել է, չէ՞ դրա հիմքում որ սկսել է։ Ինչ կա, ինչ պատմություն կա, ինչ հետապնդման մասին է խոսքը, պարզ չէ, չեն կարողանում հասկանալ։ Ես էքսկուրս անցկացնեմ նաև գործող քրեական դատարանության օրենսգրքից, ի տարբերություն նախկինի ներկայումս գործող օրենսգիրքը ապացույցի առանձին տեսակ է դիտարկում փորձագետի կարծիքը, ընդ որում սրա կառուցակարգը հետևյալն է։ Միայն վարույթի մասնավոր անձինք իրավունք ունեն դիմելու եւ ստանալու փորձագետի կարծիք։ Եթե վարույթ իրականացնող մարմինն է, քննիչը կամ դատախազը, այդտեղ արդեն փորձագետի եզրակացություն է կոչվում, բայց ապացուցողական արժեքը երկուսինն էլ նույնն է, ոչ մի տարբերություն։ Մեր գործընկերներից Սամվել Կարապետյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը դիմում է օգտվելով քրդատորով սահմանված իր լիազորությունից, դիմում է այդ 5 փորձագետներին ստանում այդ եզրակացությունը, պաշտոնապես հարցում առանց նյութ տրամադրելու զուտ տեքստն է, որ խնդրում ենք մի հատ ուսումնասիրեք եւ մասնագիտական կարծիքը ձեր հայտնեք, փորձագիտական։ Տրամադրվում է մեզ գրավոր տարբերակով, որը մենք ներկայացնում ենք ոչ միայն քննիչին, դատախազին, այլ բոլոր ատյանների դատարաններին, կալանքի, սկզբնական կալանքի, առաջին, երկրորդ, երրորդ երկարաձգման ժամանակ պարբերաբար դա ներկայացված է։ Ու նաև պատասխանը քննիչի հետևյալն է, որ իր եւ հսկող դատախազի կարծիքը կոնկրետ ուրեմն ելույթի վերլուծության վերաբերյալ, որ ասում է ես գտնում եմ, քննիչը գտնում է, դատախազը գտնում է, որ այստեղ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա եւ մեր սուբյեկտիվ կարծիքներն ու ընկալումները բավարար են այդ մեղադրանքի արկայությունը փաստելու նաև հիմնավոր կասկածը հաստատված համարել տեսանկյունով։ Ու մեկ էլ 5 ամիս հետո վերհիշում են, որ այսպիսի փորձագիտական կարծիքներ կան եւ գնում են այդ մարդուտուն խուզարկության նպատակը որն է։ Նպատակն էլ գրագրություն են փնտրում այս փորձագետի եւ մյուս փորձագետների միջև, կարծում եմ անուղղակիորեն նաեւ պարոն Հակոբյանի հետ կապված երևի ինչ որ հետարքիր բաներ ունեն գրագրություն պատվիրատուի եւ կատարողի միջև, որովհետեւ պարոն Հակոբյանն է դիմել որ տվյալ փորձագետը տա համապատասխան կարծիք։ Ընդ որում այս անձանց նախապես նաև հարցաքննել են փորձագետներին մի քանի օր առաջ եւ փորձագետները հայտնել են այն ինչ որ իրականում կա, որ դիմել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը, ով նաև այլ գործերով տարիներ առաջ նորից նույն եղանակով դիմել է էլի փորձագիտական կարծիք է ստացել։ Բայց փաստորեն մեր քննչական խումբը ջանասիրությունը մի կողմ, որը կարծես թե կատարյալ վիճակում է, զբաղվում է արդեն կոնկրետ ինչ-որ փորձագետների վերաբերյալ ինչ-որ վարույթի հիմքեր ստեղծելու լրացումի է սանը։ Էս է խնդիրը, այսինքն զուտ գործողությունները, օրինակ մենք միջնորդել ենք նաև Դարփինյանին, Հարությունյանին, երկուսը Ռուսաստանի Դաշնությունն, հարցում ենք արել նաև նրանց, ներկայացրել ենք նախաքննական մարմին, ասում ենք տեսակապիկ միջոցով հարցաքննեք, այդ մարդիկ նաև միջնորդություն են ներկայացրել քննիչին, որ հերրակա վարույթին էլ ենք պատրաստ եւ Սամվել Կարապետյանը այս կայծաղբյուրի եւ այլ դրվագներով որևիցե առնչություն չունի այդ մարդը։ Զավեշտալի է, որ այդ մարդու անունը տեսնում ենք մեր մեղադրանքի որոշումների մեջ։ Գրած ուղղակի այդ տվյալները ասում են սա քանի որ դուք եք հարցում արել, ուրեմն արժանահավատ չի։ Սա քանի որ փաստաբանական հարցումա ցուցմունք չի, ուրեմն արժանահավատ չի, բայց իրանք էլ որևիցե գործողություն այդ փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու եւ հերքելու թեկուզ իրանց տրամաբանությամբ ուղղությամբ ոչինչ չեն անում, բայց ջանասիրությունը կա,
ընդ որում զարմանալին որն է, որ դատարանները իմ գործընկերները նախկին ֆիքսում են, որ այդ ջանասիրությունը կա։ Եթե 53 անդամից բաղկացած քննչական խումբը առանցքային գործողությունները չի կատարում, մարդկանց չի հարձակնում։ Միայն փաստաթղթերի զննությունով հնարավոր է նման մեղադրանքներ հիմնավորել։ Կարծում եմ նաև ինչ-որ նշան է նաև մյուսներին, գուցե նաև փաստաբանական թիմին, որ նկատի ունեցեք, որ դուք էլ երաշխավորված չեք, որ ձեր տունն էլ կգան խուզարկության, ձեր գրասենյակն էլ կխուզարկեն։ Մենք այդ ամեն ինչը այո գիտակցել ենք ի սկզբանե, հիմա էլ ենք գիտակցում։ Մեսիջը այդպեսին է։ Պարզապես մի բանն է հստակ, որ այդ ամենը ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Այլ հարց, որ ինչպես ասում են քննչական մարմիններն են, չէ՞ դա վկայակոչում, որ անձը կարող է օրինակ խոչընդոտել քննությանը։ Հիմա այո ունենք իրավիճակ, որ քննչական խումբը խոչընդոտում է պաշտպանության իրավունքի իրացմանը, բայց ուղղակի դա խախտումների մասշտաբի մեջ հերթականներից մեկն է։ Մենք գործ ունենք 177 օր տևող կալանքի հետ առանց զերոյական հիմքերի պայմաններում։ Հիմա այն իդեպ մյուս հանգամանքներ նշեմ, որ մի հատ դրա հետ կապ։ Իդեպ, խնդրեմ հեսա պարոն Ֆերոյանն էլ կանդրադառնա։ Դուք ասեցիք Արցախի ներկայացությունում խուզարկություն է տեղի ունեցել, ինչքան էլ ասում ենք, որ որևէ առնչություն չունի, բայց իրավական ինչ-որ բան եղել է երևի։ Ձեր ձևակերպումն եմ օգտագործում։ Գործընկերներ, մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը։ Հիմա օրինակ փողոցում մեկը տենց բան ասի, դուք էլ կողքից տենաք, ձեր մտքով կանցնի, որ 177 օր կարելի է կալանավորված լինել դրա համար։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, նույն ձև կարող են մտնել օրինակ անիվ հիմնադրամ եւ ասեն եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ մի բան գտնելու։ Կարող են մտնել օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ, ասեն եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ մի բան ման գալու։ Կարող են գնալ, չգիտեմ, էլ ինչ աբսուրդային օրինակ բերեմ։ Հասկանում եք, այսինքն կրկին ուղակի հորդորեք քննչական կոմիտեն թող սաղ նախաքննական գաղտնիքը գաղտնազերծի։ Պաշտոնապես հայտնում եմ, մենք ունենք տվյալներ մեր տրամադրության տակ, որ այդ հնարավոր ոչ մի ցենց ողջամիտ մարդ չի կարող ասի դրանից հետո կապ գոյություն ունի։ Պատկերացրեք X գործունեություն, որը ունի սեփականատերեր։ Այդ սեփականատերերը հստակ բացահայտված են, հայտնի են քննչական մարմնին, հայտնի են դատախազներին, բոլորին։ Y կազմակերպություն, որը դրա վերաբերյալ տվյալ կարար տվել է։ Բոլոր հանգամանքները բացահայտված են, Սամվել Կարապետյանի որևէ ձևով առնչությունը հերքված է, բայց քննչականն է։ Ասում եմ դուք եք կազմակերպել, Սամվել Կարապետյանն է այդ ֆիրմաների գործունեությունը կազմակերպել, ֆինանսական հոսքեր, չգիտեմ, հանցավոր սխեմաներ, երևակայությունը չի հերիքում, որ հասկանաս սրա տրամաբանությունը եւ այն օբյեկտիվ փաստական տվյալները, որոնց վրա հիմնվելով կարելի է նման եզրահանգման գալ։ Ձեր հարցի պատասխանը այդ փորձագետի բնակարանի խուզարկությունը տենց չի, որ տենց գերկարևորություն ուներ քննչական մարմնի համար։ Տեսեք, ի սկզբանե ես ասացի, որ իրենք հակված են միայն մեղադրող բնույթի ապացույցներ ձեռք բերելուն եւ դա հիմնավորված ու փաստարկված ու ապացույցված է։ Փորձագետի տունը խուզարկելը եւս մի հավելյալ ապացույցի տեսակ է, մի հավելյալ կերպ է ապացուցվում, որ այդ մարդիկ շահագրգռված են միայն շինցու եւ մեղադրական բնույթի ապացույցներ հավաքելով եւ դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր ի օգուտ այս գործի կգան կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են։ Բայց ես վստահ եմ, որ մեր հանրությունը այդ անտարբերության մատնված չի եւ խիզախներ անպայման լինելու են։ Իսկ ապօրինություն թույլ տված անձինք անպայման պատասխանատվության ենթարկվելու են։ Մենք բոլորի հետևից տարիներ էլ անցնի անպայման գնալու ենք եւ թակելու ենք իրենց բնակարանի դուռը, որպեսզի նրանք գան եւ պատասխան տան, թե ինչի են կատարել այդ ապօրինությունը։ Մենք այս մեր մամլու ասուլիսների շարքը երբ որ սկսվում էր, մենք
հաճախ էինք բոլորին կոչանում ձեռնպահ մնալ ապօրինություններից, բայց երբ որ մի հատ փոքր ապօրինություն ես անում, դու արդեն ոնց որ իրենց գերին ես դառնում, դու ստիպված հաջորդը պետք է անես, որ կարողանաս հաճոյանաս, հետո այն մյուսը, դրա համար թող այդ բոլոր ապօրինություն արածները հաստատապես համոզված լինեն, որ իրենց հետևից արդարադատությունը անպայման գնալու է։